Եվ անցնենք հարցերին, որոնք են Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր հիմնախնդիրները։ 37.1% նշել է անվտանգության հետ կապված խնդիրներ, 23.4% նշել են ցածր թոշակներ, ցածր աշխատավարձներ, 13.8% նշել է տնտեսական վիճակ, 13.3% գործազրկություն, գնաճ ինֆլյացիա նշել է 12%, կրթական համակարգի վատ վիճակ նշել է 11.3%, 9.8% նշել է սահմանների հաստատակեցման խնդիրը և 8.6% առողջապահական համակարգի վատ իրավիճակ։ Սոցիալական վիճակ աղքատություն 5.3%, օդի աղտոտվածության բնապահպանության խնդիրները 5.1% և պետություն եկեղեցի հակամարտությունը նշել է 4.7%, 3% նշել է գերիների վերադարձի խնդիր և հասարակության համերաշխության բացակայություն 2.7% է նշել։ Մնացածը ավելի ցածր ցուցանիշներ են, դուք կարող եք հետագայում նայել։ Ինչպես տեսնում եք, պահպանվում է այն խնդիրը, որ անվտանգային հետ կապված հարցի այդ կապված խնդիրները ամենաբարձրն է նշում, դա պատերազմից հետո առաջ եկած այս խնդիրն է, մինչև պատերազմը մեր մոտ, եթե հիշում եք, սոցիալական խնդիրներն էր առաջնային։ Հայաստանում այսօր ամեն ինչ ճիշտ, թե սխալ ուղղությամբ է ընթանում։ 13.6% նշել է, որ ճիշտ ուղղությամբ է ընթանում, 22.5% նշել է, որ ավելի շուտ ճիշտ, 22.1% նշել է, որ ավելի շուտ սխալ և 34.2% նշել է, որ սխալ ուղղությամբ։ Ընդհանուր մոտ 56-57% նշել է, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է ընթանում։ Ինչպես է գնահատում հասարակական տրամադրությունը Հայաստանում վերջին ամիսների ընթացքում։ Սա շատ հետաքրքիր հարց է և